մեր Աստված, մենք քեզ փառք ենք տալիս, խոնարհվում ենք քեզ եւ ասում, որ դու մեր Տերն ես, մեր պահապանը, մեր ապավենը, մեր Աստված, ում որ մենք հուսացել ենք։ Եվ հիմա սիրելի Տեր, հանձնվում ենք քո շնորհքին։ Խնդրում ենք քո ներգործությունը եւ քո առաջնորդությունը այս վայրի մեջ։ Խնդրում ենք, որ դու օծես մեր լսելիքները եւ դու օծես մեր խոսքը, որպեսզի այն փոփոխություն բերի մեր կյանքի մեջ, որպեսզի քո խոսքը կարողանա ներթափանցել մեր սրտի խորքերը եւ մեզ պատղաբեր եւ արգասաբեր դարձնի քո անվանը փառքի համար։ Մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Աստված օրհնի։ Վերօրհնի, խնդրեմ նստեք։ Փառք Աստծուն։ Ուզում եմ ընթերցեմ Կողոսացիներին ուղղված նամակից մի հատված, որովհետև նրանով ստեղծվեց ամեն բան, ինչ երկնքում է ու երկրի վրա, այն ինչ երևում է և չի երևում, թե գահերը, թե տերությունները, թե պետությունները, թե իշխանությունները, ամեն ինչ նրա միջոցով ու նրա համար ստեղծվեց, նա է ամեն ինչից առաջ ու ամեն ինչ նրանով է իր տեղում, և նա է մարմնի, այսինքն եկեղեցու գլուխը, նա է սկիզբը մեռելներից անդրանիկը, որպեսզի ամեն բանում նա լինի առաջինը։ Օրհնյալ լինի մեր Աստված։ Ամեն ինչ, որ մեր աչքը տեսնում է, ինչ որ չենք տեսնում։ Աստվածաշունչը ասում է, որ Քրիստոսով եղավ և նրա համար եղավ։ Նրան է տրված ամեն իշխանություն, թե երկնքում, թե երկրի վրա, թե երկրի տակ լինողներում։ Եվ չկա ոչ մի բան մեր կյանքերում, և չկա ոչ մի բան մեր շրջապատում, որ կարողանա գալ շրջանցելով մեր Տիրոջը։ Չկա մի բան մեր կյանքերի մեջ, որից անտեղյակ լինի մեր Տերը։ Օրհնյալ լինի նրա սուրբ և պատվական անունը։ Եվ այսօր, սիրելի եկեղեցի, մենք պատիվ ունենք ծառայելու այդպիսի Տիրոջը։ Մենք պատիվ ունենք ծառաներ կոչվելու տերերի Տիրոջը, Բարձրյալին, Արարչին, ամենից ամենին, օրհնյալ լինի նա։ Եվ մենք ծառայում ենք Տիրոջը, ծառայում ենք նրան ոչ թե որպես ստրուկներ, այլ որպես ազատներ, որպես որդիներ։ Երբ որ մենք աշխարհում էինք, խոսքը ասում է, որ մենք ծառայում էինք աշխարհին, ծառայում էինք մեր սրտի ցանկություններին, ծառայում էինք որպես ստրուկներ, որովհետև մեր կամքը գերի էր մեղքին, և մենք գտնվում էինք օդի իշխանի իշխանության տակ։ Բայց մի օր Տերը հայտնվեց մեր կյանքում, օրհնյալ լինի մեր Տերը Հիսուս Քրիստոս։ Նա ազատ արավ մեզ մեղքի անեծքից։ Նա իր արյան գնով գնեց մեզ և ազատներ արեց։ Եվ հիմա մենք մեր կամքով, որպես ազատներ, խոնարհությամբ ծառայում ենք մեր Տիրոջը։ Եվ մեր ծառայությունը մղված է սիրուց, երախտագիտությունից, հասկացողությունից, որ ինչ մեծ գին է տրվել մեզ, ամեն։ Նա իր արյունը թափեց մեզ համար, օրհնյալ լինի մեր Տերը։ Եվ մեր այս ծառայությունը, որ անում ենք Տիրոջը, դա ուղղակի մի փոքր բան է, որ մենք կարող ենք այն մեր սրտի մեջ եղած մեծ գոհությունից, մի փոքր մի բաժին է, որ կարող ենք անել Տիրոջ համար։ Ես այսօր ուզում եմ խոսենք ծառայության մասին, ծառայողի մասին։ Թեման շատ ծավալուն է, որտեղ ամբողջ Աստվածաշունչը խոսում է ծառայության մասին։ Երբ որ մտածում ես այս ուղղությամբ, այնքան մեծանում է թեման, այնքան ծավալուն է դառնում, որ ուղղակի ես կփորձեմ այսօր մի քանի համարներով Տիրոջ կամքը հասկանանք մեր համար, մեր կյանքի համար, Տիրոջ նպատակը եկեղեցու համար։ Թող Տերը օգնական լինի
որ կարողանամ ինչ-որ մի բան հասցնել քեզ, Փառք Տիրոջը։ Եվ Աստված ինքը այնքան հետաքրքրված է մեր ծառայությունով, որ իր ծառա Մաղաքիայի բերանով այսպիսի խոսքեր է ասում, որ բոլորը կտեսնեն Աստծուն ծառայություն անողի եւ ծառայություն չանողի տարբերությունը։ Կա իրական տարբերություն, երևացող տարբերություն եւ Աստված ասում է ամեն աշկ տեսնելու է, որ այն մարդը, ով որ ծառայում է Աստծուն, ինքը տարբերվելու է այն մարդուց, ով որ չի ծառայում Աստծուն։ Եվ սա խոսում է եկեղեցու մասին, Աստծո մարդ, նրանց մասին, ովքեր եկեղեցու մեջ են։ Իսկ ովքեր են կանչված ծառայության, եկեք իրար հետ նայենք Հայտնության առաջին գլուխ 5-րդ խոսքից։ Ես օգտագործում եմ նոր Արարատ թարգմանությունը, իմ համար սա մի քիչ ավելի պարզ է, միգուցե բառերի տարբերություն լինի, Աստծո ժողովուրդ, բայց միտքը նույնն է։ Եկեք 5-րդ խոսքից կարդանք. Եվ Հիսուս Քրիստոսից, հավատարիմ վկայից, որ անդրանիկն է մեռելներից եւ իշխանը երկրի թագավորների, նա որ սիրեց մեզ եւ մեզ ազատեց մեր մեղքերից իր արյամբ եւ արքայության անդամներ եւ Աստծո ու իր հոր քահանաներ դարձրեց մեզ, նրան փառք եւ զորություն հավիտյանս հավիտենից, ամեն։ Կան մարդիկ այստեղ, որ ովքեր որ գնվել են նրա արյունով, ովքեր որ ազատվել են նրա արյունով, ամեն քրիստոնյա, ով վերստին ծնվել է, ում Տերը հայտնվել է, նա նրա արյան գինն է։ Եվ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ նա մեզ կանչելով քահանաներ դարձրեց իր հոր եւ Աստծո համար։ Գիտես, նույն Հովանեսը, երբ որ մենք կարդում ենք Ավետարանի առաջին գլխում Հովանեսի, երբ որ 12-րդ խոսքում այսպիսի բան ասում, ովքեր որ նրան հավատացին, իշխանություն տվեց Աստծո որդիներ կոչվելու, մենք հասկանում ենք, որ սա կարգավիճակ է, որը փոխեց մեր կյանքում Աստված։ Մենք օտար էինք, այսօր հարազատ ենք դարձել։ Մենք մեր բնությունով, մեր գործերով Աստծուն թշնամի էինք, այսօր որդիներ ենք դարձել։ Եվ երբ որ մենք ասում ենք մենք Աստծո որդիներ ենք, մենք հասկանում ենք, որ նրա ընտանիքի անդամներն ենք։ Երբ որ ասում ենք մենք Աստծո որդիներ ենք, մենք հասկանում ենք, որ երկնքի ժառանգակիցներ ենք Քրիստոսի հետ միասին։ Իսկ երբ որ մենք կարդում ենք նա մեզ քահանաներ արեց, մենք հասկանում ենք, որ քահանայությունը դա գործողություն է։ Քահանայությունը դա գործողություն Աստծո մարդ։ Մենք կանչված ենք ինչ որ բան անելու։ Եվ նա լինելով երկնքում, լինելով խոսքը ասում է Աստծո կերպարանքում, իր անձը ունայնացրեց, իջավ երկիր, որպես օրինակ իր եկեղեցու համար, թե ինչպիսի ծառայություն Աստված հաճում, եւ ինչպիսի ծառայություն մարդը կարող է մատուցել Աստծուն, նա որպես օրինակ եղավ։ Եվ Հիսուս Քրիստոսը մեզ համար եղավ նոր ուխտի առաջին ծառայողը, որպես օրինակ իր եկեղեցու համար։ Եվ նա իր աշակերտներին այսպես էր սովորեցնում, Մատթեոս 20-րդ գլխում է գրված դրա մասին, ասում է, երբ որ աշակերտների հետ մենակ մնաց, ինքը ասաց, այսպիսի խոսքեր ասաց. մենք հեսա հասնելու ենք Երուսաղեմ, այնտեղ ասում մարդու որդուն բռնելու են, անարգելու են, չարչարելու են եւ խաչն են հանելու։ Շատ լուրջ մի բան կիսվեց աշակերտների հետ, որ կա ճանապարհ, որի համար ես եկել եմ։ Աշխարհը սրընթաց գնում է դեպի կործանում, աշխարհը իմ կարիքը ունի, դրա համար ես եկել եմ, նրանք չեն հասկանալու, նրանք ինձ բռնելու են, ինձ անարգելու են, ինձ խաչելու են, բայց սա է ճանապարհը, սա է նպատակը, որի համար ես եկել եմ։ Եվ անցնում է մի քանի րոպե, ես ուղղակի ուզում եմ, որ դու այս դրվագը պատկերացնես։ Մոտենում է առաքյալներից երկուսի մայրը, Հակոբի ու Հովանեսի,
ասում են ինչ կլինի իմ որդիները թող մեկը քո աշ կողմը նստի, մեկը ձախ կողմը նստի։ Գիտես, մտածում եմ ցավոտ էր Հիսուսի համար։ Ինքը լուրջ բանից էր խոսում, ինքը նպատակից էր խոսում, ինքը Աստծո ծրագրից էր խոսում։ Բայց հասկացա, որ արդեն դեռ եկեղեցին 12 հոգի էր, բայց արդեն քաղաքականություն կար եկեղեցու մեջ։ Հետո ասում զգաց, որ խոսակցություն է սկսվել, մյուսները լսել են դրա մասին, կռիվ կա, նեղվածություն կա։ Հասկանում ես, կա նպատակ, որի համար ես եկել եմ, կա նպատակ, որի համար ձեզ հավաքել եմ։ Քո հարազատը, քո բարեկամը, քո հարևանը դժոխք է գնում։ Իսկ դուք եկել եք առաջինը լինելու համար կռիվ եք անում։ Որոշում կայացնողը ես լինեմ, երևացողը ես լինեմ, քո կողի կանգնածը ես լինեմ։ Թող Տերը սովորեցնի մեզ ճշմարտության մեջ մնանք, նպատակի մեջ մնանք, օրհնյալ լինի մեր Աստված։ Պողոսն էլ եկեղեցիների նամակի մեջ իր կերպով էր բացատրում սա։ Ասում եմ մենք մարմին ենք, սրա մասին շատ ենք խոսացել։ Ամեն մեկը եկեղեցու մեջ գտնվող մարմնի մի անդամ է։ Եվ չկա եկեղեցու մեջ պատվական կամ անպատիվ քիչ նշանակություն ունեցող ծառայություն։ Ամեն ծառայության մեջ, որտեղ կա Տիրոջ անունը, դա պատվական է։ Եվ վարձատրողը եւ պատիվ տվողը նա է, օրհնյալ լինի նա Հավիտյանս Հավիտենից։ Դրա համար բացատրում է, որ մարմնի մեջ ամեն մեկը, ամեն մի անդամ ֆունկցիա ունի անելու, գործողություն ունի անելու։ Եվ երբ որ նայում ենք քահանայությանը, ինչ էին անում քահանաները, Աստծո մարդիկ։ Միթե քահանաները բոլորը ուսուցիչներ էին, միթե քահանաները բոլորը առաքյալներ էին, ոչ։ Եթե կարդացել ես Աստվածաշունչը, քահանաները զբաղված էին տաճարում Տիրոջը ծառայելով, եւ սա մտնում էր ծառայությունների մեջ։ Ոմանք մարդկանց բերած զոհերն էին զոհաբերում Աստծուն։ Ոմանք մաքրում էին ավազանը, զոհասեղանը։ Ոմանք ճրագակալի մեջ յուղն էին, յուղի համար էին պատասխանատու, որպեսզի ամեն անգամ ավելացնեն։ Ոմանք առաջավորության հացերն էին փոխում։ Սրբության մեջ իրավունք չուներ մտներ ինչ-որ մի մարդ, ինչ-որ մի մաքրող, որ կարողանար մաքրել, այդ բոլորը անում էին քահանաները իրանց ձեռքերով։ Եվ այդ ամբողջ ծառայությունը, թե բարեխոսական աղոթքով, թե զոհաբերությունը մատուցելով, թե ճրագակալը վառ պահելով, թե սպասքները մաքրության մեջ պահելով, այդ ամբողջը միասին կոչվում էր քահանայություն։ Եվ Աստված ընտրել էր այդ մարդկանց, եւ Աստված այսօր ընտրել է իր եկեղեցին, որպեսզի մեկս, ամեն մեկս մեր շնորհքով, մեր տաղանդով, մեր կարողությունով լրացնենք մեկս մեկի ծառայությունը եւ այդպես փառավորենք Տիրոջ անունը։ Ամեն։ Եվ լսած կլինես ծույլ ծառայի արտահայտություն։ Այսօր ժամանակները ուրիշ են։ Երբ որ մարդը չի ցանկանում ինչ-որ բան անել, երբ որ մարդը ցանկանում է իր անտարբերությունը, անհոգությունը արդարացնել, այս ձև է արտահայտվում։ Այսօր ժամանակները ուրիշ են։ Իրականում Աստծո նպատակը նույնն է, Աստծո ծրագիրը նույնն է։ Իրականում այսօր ավելի քան երբևէ աշխարհը ունի քրիստոնյաների կարիքը։ Այսօր ավելի քան երբևէ աշխարհը կործանվում է։ Այսօր մեղքը հասնում է իր կատարելության աշխարհում, Աստծո մարդ։ Եվ այն լույսը, որ մենք ունենք Քրիստոսից մեր մեջ, այսօր պիտի հասնի աշխարհին։ Ինչն է պատճառը, Աստծո մարդ։ Ես ինքս մի քանի պատճառներ եմ հասկացել, որ մարդը չի կարողանում մտնի ծառայության մեջ։ Միգուցե պատճառներ շատ կլինեն, բայց ես 3 պատճառ եմ հասկացել, որոնք արմատական են։ Դու կարող ես սրա հետ համաձայն չլինես, սա իմ կարծիքն է,
Բայց այն համարները, որ պիտի կարդամ, այդ համարները իրանք են վկայում դրա մասին։ Առաջի պատճառը, որ մարդը չի կարողանում մտնել ծառայության մեջ, չի կարողանում հաստատվել իր կոչումի մեջ, դա չհաղորդակցվելն է խոսքի հետ, այլ կերպ ասած չլեցվելն է Սուրբ Հոգով։ Ընդհանրապես այսպիսի մի հատ ստատիստիկա կա, որ ես կարդացել եմ, որ աշխարհում գոյություն ունեցող, ես նկատի ունեմ վերստին ծնված քրիստոնյաների եկեղեցիներում, միայն 16% հավատացյալներն են, որ կարդում ընթերցում են Աստվածաշունչը։ Սա ցավալի հաշվետվություն է։ 16%-ն են քրիստոնյաների, ովքեր որ կենթանի հաղորդակցություն ունեն Աստծո հետ։ Այն 84%-ը fast food-ի սիրահարներն են, արագ սնունդի սիրահարները։ Ես հավատում եմ, որ դու սիրում ես Աստծո խոսքը, որ դու մտնում ես այդ 16%-ի մեջ։ Հավատում եմ, որ կարդում եւ հաղորդակցվում ես Տիրոջ հետ։ Գիտես, արագ սնունդը ծույլերի համար է։ Արագ սնունդի համար ջանք պետք չի անել, պատրաստել պետք չի, կեղտոտվել պետք չի, հետո լվանալ պետք չի։ Գնացիր, վերցրեցիր, օգ տվեցիր, գնացիր։ Բայց ինչպես որ մարմնի համար են զգուշացնում արագ սնունդը վտանգավոր, այնպես էլ հոգևորի համար։ Քրիստոնյան, ով միայն բավարարված է կիրակի օրը գալ խոսքը լսալ եւ գնալ ապրել այնպես, ինչպես որ ապրում էր, նա չի կարող հոգևոր աճ ունենալ։ Արագ սնունդը կպահի նրան կենթանի, կկերակրի նրան կենթանի կպահի, բայց հոգևոր աճ չի կարող ունենալ, առողջ ապրելակերպ չի կարող ունենալ։ Դրա համար հաղորդակցվել խոսքի հետ եւ լեցվել Սուրբ Հոգի, սա համար առաջի պայմանն է, որպեսզի մարդը կարա հաստատ լինի իր կոչման մեջ, ինչի համար որ Տերը կանչել է։ Եվ դա քահանայությունն է, թագավորական քահանայությունն է։ Սրա մասին խոսում է Տերը Հովհաննես 15-րդ գլուխ առաջի խոսքից կարդանք. Ես եմ ճշմարիտ որդատունկը, իմ հայրը մշակն է։ Յուրաքանչյուր որդաճյուղ, որ ինձ վրա է եւ պտուղ չի տալիս, նա կտրում է այն եւ յուրաքանչյուր պտղաբեր որդաճյուղ էտում է, որ առավել պտղաբեր լինի։ Ուզում եմ ուշադիր լինենք, Աստծո մարդ, որ խոսքը եկեղեցու մասին է, որովհետև եւ այն ճյուղը, որ պտուղ է տալի, եւ այն ճյուղը, որ անպտղաբեր է, ասում հաստատված է որդատունկի վրա, որը Քրիստոսն է։ Դուք արդեն մաքրվել եք այն խոսքի միջոցով, որ ձեզ ասեցի, մնացեք իմ մեջ, ես էլ ձեր մեջ։ Ինչպես որդաճյուղը ինքը իրենից չի կարող պտղաբերել, եթե որդատունկի հետ միավորված չլինի, այնպես էլ դուք, եթե ինչ հետ չմիավորվեք։ Ես եմ որդատունկը, իսկ դուք ճյուղերը, ով ինձ հետ է միավորվում, իսկ ես նրա հետ, նա շատ պտուղ է տալիս, որտև առանց ինձ ոչինչ չեք կարող անել։ Որովհետև առանց ինձ ոչինչ չեք կարող անել։ Եթե մեկ ինձ հետ չի միավորվում, նրան որդաճյուղի պես կնետեն եւ կչորանա, ապա այն կհավաքեն, կրակը կգցեն եւ կայրվի։ Եթե ինձ հետ միավորված մնաք, իմ խոսքերն էլ ձեր մեջ մնան, ինչ որ կամենաք խնդրեք, այն ձեզ կտրվի։ Իմ հայրը այն դեպքում կփառավորվի, երբ դուք շատ պտուղ տաք եւ իմ աշակերտները լինեք։ Մոռացիր Աստծո մարդ, երբ որ դու ասում ես փառք Աստծուն, Աստված փառավորվում այդ խոսքից։ Իմ հայրը այն ժամանակ կփառավորվի, երբ որ դու պտուղ տաս։ Երբ որ դու անցնես գործողության եւ քո գործողությունը արդյունք տա, այդ արդյունքը կփառավորի հորը։ Իսկ առանց ինձ հետ միավորվելու, առանց որդատունկից սնվելու, որովհետև բոլոր պտուղին բոլոր օգտակար բաները, հանքանյութեր, վիտամիններ, բոլորը գալիս են որդատունկից։ Որդատունկից գալիս եւ տարածվում է ճյուղերի մեջ։ Ու հետաքրքիր մի հատ փաստ, կտրված որդաճյուղը
ինքը դեռ մնում է որդաճյուղ։ Մինչև այն ժամանակ, ասում է, երբ որ կհավաքեն, կգցեն, կվառեն։ Քանի դեռ չի վառվել, նա կերպարանքը ունի ճյուղի, Աստծո մարդ։ Նա շարունակում է եկեղեցում լինել, նա շարունակում է խոսքը լսալ, նա շարունակում է ասել ամեն։ Բայց քանի պտուղ չի բերում, դա նշան է, որ նա կտրված ճյուղ է։ Ես ուզում եմ շատ ուշադիր լինենք սրա վրա։ Սա շատ կարևոր է ամեն մեկիս համար, որտեվ մեր պտուղն է ցույց տալիս, մենք կապված ենք որդատունկի հետ, թե կտրված ենք որդատունկից։ Եվ կտրված եւ պատղաբեր որդաճյուղի մասին ասում է, նա էտվում է, ու մի անգամ չի էտվում, նա էտվում է ամեն տարի, պատճառը մեկն է, մենք շատերս գյուղից եկած ժողովուրդներ ենք, մենք գիտենք ինչի մասին է խոսքը։ Ծառը առողջանալու, ավելի լավ բերքատու, ավելի լավ պատղատու լինելու համար իրան ամեն տարի էտում են։ Դրա համար է առաքյալը ասում, երբ որ կեր փորձանքների մեջ լինեք, օտար բան մի համարեք, որտեղ փորձությունների մեջ փորձառություն եք ձեռք բերում։ Երբ որ էտում են, էտելը ցավոտ է, էտելը տհաճ է, էտելը անհարմարություն է, բայց դա ճանապարհն է, առողջ պտուղ տալու համար դա ճանապարհն է։ Մեր կյանքի փորձությունները, վայրիվերումները, այդ ամեն ինչը ճանապարհն է, որպեսզի մարդը հասունանա, որպեսզի մարդը ուժեղ դառնա, որպեսզի մարդը առողջ պտուղ տա, որը որ պիտի փառավորի Աստծուն։ Ու հետաքրքիր է, որ կարող է կտրված որդաճյուղը նույնիսկ հպարտանա, ասի ես օրհնված եմ, իմ կյանքում ամեն ինչ հարթ է։ Այդ կտրտելը, այդ ցավալը, այդ անհարմարությունը իմ կյանքում չկա։ Որովհետև նա չի հասկանում, որ իրական օրհնությունը պատղաբերությունն է։ Որտև խոսքն էլ ասում է պտղից ճանաչեք, որ մարդը ճշմարտության մեջ է։ Պտղից ճանաչեք, որ մարդը ճիշտ ճանապարհի մեջ է։ Փառք Տիրոջը, երկրորդ պատճառը, որ մարդը անարդյունք է ծառայության մեջ, դա որ նա չի արժևորում այն խոսքը, որը լսում է, եւ այն գործերը, որ Աստված կատարում է իր կյանքում։ Գիտես, մենք բոլորս մարդ ենք, մենք հասկանում ենք, որ ժամանակի մեջ ինչ որ մենք ձեռք ենք բերում, ինչ որ մենք ունենում ենք, դա սովորական բան է դառնում, այդպես էլ Աստվածաշնչի մեջ, Աստվածապաշտության մեջ Աստծո մարդ։ Շատերիս համար սովորական բան է դառնում Աստծո խոսքը լսելը, գգանք կլսենք, ամեն խոսք իր գնահատականը ունի, այդ գնահատականը կտանք, կասենք լավն էր, կամ վատն էր, կամ երկար խոսած, կամ կարճ խոսած, ու կգնանք նորից մեր գործերին։ Իսկ Պողոս առաքյալը Թեսաղոնիկեցիների նամակում ասում է, ես չեմ դադարում ձեր համար գոհանալուց, ձեր համար շնորհակալություն հայտնելուց Աստծուն, որ դուք մեր քարոզչության խոսքը չընդունեցիք որպես մարդուց խոսք, այլ ընդունեցիք որպես Աստծուց, որը եւ այդպես է, այդպես էլ գրած է, որը որ այդպես է։ Այնինչ որ մենք լսում ենք, եթե արժեք չենք տալիս դրան, այնինչը որ մենք այսօր լսում ենք, մեր կայացրած որոշումները, մեր պատրաստած ճանապարհները չենք անցկացնում մեր լսածի մեջով, նշանակում է մենք արժեք չենք տալիս, դա ուղղակի սովորական բան է մեր կյանքի մեջ։ Օրհնյալ լինի այն մարդը, երբ որ պատգամից հետո իր կյանքում որոշումներ ա փոխվել։ Օրհնյալ լինի այն մարդը, ով պատգամը լսելուց հետո իր կյանքում նպատակներ ա փոխվել։ Դա արժեք տալ Աստծո մարդ։ Դա ավելին համարել Աստծո խոսքը իմ սեփական ցանկություններից, իմ սեփական նպատակներից։ Նայենք Երեմիայի գլխից 15-րդ գլխից 19-րդ խոսքը, ես այս համարը ուղղակի շատ սիրեցի եւ
Հավատում եմ սա ամեն քրիստոնյայի փափագը պիտի լինի, ամեն կենդանի քրիստոնյայի փափագը պիտի լինի։ Սրա համար այսպես է ասում Տերը. եթե դարձի գաս, ես քեզ հետ կբերեմ, իմ առաջին կկանգնես, եւ եթե հանես պատվականը անարգից, իմ բերանի պես կլինես։ Սա պիտի մեր համար նպատակ լինի, որ մեր բերանի խոսքը Աստծո բերանից հնչած խոսքի նման լինի։ Հիմա պարզա չէ մեզ Աստծո մարդ։ Մեր աղոթքների պատասխանները, մեր անձնական աղոթքների պատասխանները ինչի չեն լինում, մեր դավանությունները ինչի չեն կատարվում։ Այն իրավիճակի մեջ, որ հայտնվում ենք, ինչի համար ենք հայտնվել, որովհետև շատերս միքսված կյանք ենք ապրում։ Շատերիս համար արդեն սովորական է պատվականը անարգի հետ խառնած ապրելը։ Իսկ Աստված այսպես է ասում. եթե այն պատվականը, որ դու ունես քո կյանքում, կարողանաս զատել անարգից, եթե դու արժեք տաս այն բանին, որ քո սրտի մեջ, քո կյանքի մեջ պատվական է, իմ բերանի պես կլինես, այլ խոսքով ասած, քո հռչակումները պիտի կատարվեն, քո աղոթքները պիտի կատարվեն։ Անջատելը պատվական անարգից, հենց ինքը իրանից նշանակում է արժեք տալ, հասկանալ, որ սրանք տարբեր աղբյուրներ ունեն, որ սրանք մի տեղից չեն գալիս, որ չի կարելի մի հողի մեջ երկու տեսակ սերմ ցանել, արժևորել պատվականը, նշանակում է գլխավորը մեր կյանքում, պահել միշտ գլխավոր, կարևորը մեր կյանքում մնա միշտ կարևոր, թեկուզ դա իմ նպատակների հետ չի համընկնում։ Գիտես, երբ որ խոսում եմ, ես ուզում եմ մենք ավելի խորը հասկանանք Աստծո ժողովուրդ, երբ որ մենք խոսում ենք անարգի մասին, ամենևին էլ մեղքը նկատի չունեմ։ Ես հավատացյալ մարդու հետ եմ խոսում, ես Աստծո մարդու հետ եմ խոսում։ Ես հավատում եմ, որ դու էլ ես այսպես մտածում, որ մեղքի մասին խոսալը դա ոնց որ տարական դասարանի թեմա է։ Մենք բոլորս գիտենք, որ չի կարելի մեղանչել։ Անարգ բաները մեր կյանքում կարող այնքան մանրուքների մեջ լինեն։ Լսել ես այսպեսի մի հատ ասացված կա, սատանան մանրուքների մեջ է։ Դու կարաս դա բիզնեսի ձև կոչվես, դա կարաս աշխատանքի բնույթ կոչես, դա կարաս ժամանակակից ինչ-որ բան կոչես, որի հետ դու ձուլվել ես, որին դու հավատացել ես, որի հետ մեկացել ես ու գնում ես։ Բայց մի բան կա, որ հավատացյալ մարդը պիտի ապրի ճշմարտապես, հավատացյալ մարդը պիտի մտածի ճշմարտության մասին, հավատացյալ մարդը պիտի խոսա ճշմարտությունը։ Թեկուզ աշխատանք կլինի, թեկուզ բիզնես, թեկուզ ինչ-որ փոխհարաբերություն, այդ ամեն ինչի մեջ դու պետք է ուշադիր լինես, որ ճշմարտությունը մնա ճշմարտություն։ Ոչ մի բանի մեջ քո շահը, քո օգուտը չփնտրես։ Մեկ անգամ եւս հիշենք Սոդոմի մեղքը։ Ի՞նչն էր Սոդոմի մեղքը։ Մարգարեն ասում է, սա էր քո քույր Սոդոմի մեղքը։ Անհոգ հանգստություն եւ հացի կշտություն։ Անտարբերությունը մարդու նկատմամբ, անհոգությունը աղքատի նկատմամբ ծայրահեղ մեղք համարվեց Սոդոմի համար։ Այն աստիճան ծայրահեղ, որ Աստված կործանեց այդ երկիրը։ Այն մնացած ինչ որ կատարվում էր, սրա հետևանքներն էին, անհոգության ու անտարբերության հետևանքներն էին, ինչ պղծություններ որ կար։ Հասկանում ես, քրիստոնյան իրավունք չունի անտարբեր լինելու, որովհետև Քրիստոսը մեկ նպատակի համար եկավ։ Նա շրջում էր բարիք գործելով եւ սատանայից հարստահարվածներին ազատելով։ Եվ հիմա ինչի համար է մեզ կանչել, ինչի համար է մեզ աշակերտներ դարձրել Աստծո մարդ,
որպեսզի մենք շրջենք բարիք գործելով եւ սատանայից հարստահարվածներին ազատելով։ Ամեն բանի մեջ ինչ որտեղ որ խոսվում է Քրիստոսի գործունեության մասին, Քրիստոսի անցած ճանապարհի մասին, սա օրինակ է մեզ համար, որտեղ նա որպես Աստված չշրջեց մեր մեջ, նա մեր մեջ հայտնվեց որպես մարդու որդի, որպեսզի ցույց տա, որ մարդը կարող է անցնել այս ճանապարհը, որ մարդը կարող է ապրել այս ճանապարհը։ Եվ նա ինքը հռչակեց իր մասին, որ մարդու որդին աշխարհ չի եկել, որպեսզի իրան ծառայեն։ Մարդու որդին աշխարհ է եկել, որպեսզի ինքը սպասավորություն անի ժողովրդին։ Եվ հիմա մեզ կանչելա, սրբելա եւ իր որդիներն ա դարձրել մի նպատակի համար, որ մենք սպասավորություն անենք մարդկանց։ Դեռ կկարդանք դրա մասին։ Եվ ընդհանրապես, երբ որ խոսում ենք գաղջ վիճակի մասին, միթե սա չի գաղջ վիճակ, սա է գաղջ վիճակը, որի համար Աստված վկայում է, որ ես զզվում եմ դրանից։ Երբ որ երկու սերմ մի հողի մեջ ցանած է, երբ որ մարդը միքսված կյանք ապրում, անարգը չի կարողանում իր կյանքում անարգը պատվականից տարբերի, արդեն իր էությունն է դարել այդ տեսակ կյանքը։ Այդ տեսակ կյանքից Աստված զզվում է։ Մատթեոս 5-րդ գլուխ 14-րդ խոսք։ Դուք եք աշխարհի լույսը։ Տերը ուղղորդում է հավատացյալներին։ Դուք եք աշխարհի լույսը։ Մի քաղաք, որ լեռան վրա է կառուցված, չի կարող թաքնվել։ Ոչ էլ ճրագը վառում ու գրվանի տակն են դնում։ Այլ դնում են աշտանակի վրա եւ այն լույս է տալիս բոլոր նրանց, ովքեր տան մեջ են։ Այդպես էլ թող ձեր լույսը մարդկանց առաջ փայլի, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերը ու փառավորեն ձեր հորը, որ երկնքում է։ Տերը մեզ լույս է դարձրել։ Ամեն։ Նրա լույսը մեր կյանքերում կա։ Եվ ասում է, ուղղորդում է, դա նրա համար չի, որ դու տանես մահճակալի տակ դնես։ Աստծո մարդ, լույսը նրա համար չի, որ դու եկեղեցի պատերի մեջ պահես։ Էլ լույսը նրանց համար է, ովքեր ունեն այդ լույսի կարիքը։ Լույսը նրանց համար է, ովքեր լուսավորվելու կարիք ունեն։ Գիտես, աշխարհը մեզ չի հասկանում, աշխարհը մեզ խենթ է համարում, այն ինչ որ մենք խոսում ենք տարօրինակը, ինչի համար, որովհետև մենք իրանց ապրածին հակառակ ենք ապրում։ Այսպես պատկերավոր ասեմ, հա, պատկերացրան մի հատ հորդառատ գետ է գնում։ Այդ մարդկանց բազմությունը հորդառատ գետի նման գնում է դեպի կործանում։ Եվ այդ գետի մեջ մարդիկ կան, ովքեր հակառակ են լողանում։ Նրանք նայում են, նրանք զարմացած են։ Ապրի քո համար։ Ապրինես ոնց որ սաղ են ապրում։ Բայց չէ քո հակառակ լողալը, եթե իրապես դու հակառակ ես լողում, նրանց ուշադրությունը գրավում է։ Հռոմեացիների հեղինակը ասում է, աշխարհը ակնածանքով հետևում է Աստծո որդիների հայտնությանը։ Թեկուզ քեզ մերժում է, թեկուզ ասում է խենթ ես, բայց ինքը սպասում ունի, քո հայտնությանը սպասում է։ Իրականում այս աշխարհը հոսում է դեպի կործանում Աստծո մարդ։ Մենք աշխատանք ունենք անելու աշխարհի մեջ։ Դա եկեղեցու նպատակն է, համար 1 նպատակն է։ Այնտեղ մեր հարազատներն են, մեր բարեկամներն են, մեր հարևաններն են, մեր սիրելիներն են։ Եվ նրանք կարիք ունեն այն լույսի, որ Աստված դրել է մեր մեջ։ Այն իշխանությանը, որ Աստված ասում է, տվեց իր 72 աշակերտներին եւ ուղարկեց այն վայրերը, որտեղ ինքը պիտի գնար։ Այսօր մենք նրա ներկայությունն ենք երկրի վրա։ Իրականում շատ դժվար է Աստծո մարդ հակառակ լողալը ընթացքին, բայց սա է մեր ճանապարհը։ Մենք հետ ենք գնում
դեպի աղբյուրը, դեպի մաքրությունը, այն վայրը, որտեղ մեղք չկա, որտեղ խաղաղություն կա, որտեղ սեր կա, ուրախություն կա, մենք հետ ենք լողում դեպի այդ վայրը, շատ դժվար է, գիտես, ես առաջի անգամ մի հատ դեպք հիշեցի, երբ որ Սանկտ Պետերբուրգ էի գնացել, առաջին անգամ մետրո մտա, այնտեղ մետրոն մի հատ աշխարհ է, այդ մեծ քաղաքներում, այնտեղ մետրոյի ինչ-որ շարժ կա, մեր մոտ Երևանի ճանապարհներում չկա, երբ որ ընկերներիս հետ մտանք մետրոյի վագոնը, բոլորը մի անգամից առաջացան, անցան, ես մտածեցի ինչի անցնեմ, երկու կանգառ հետո հիշնելու եմ, հենց դռան կողքը կանգնեցի, հետո նկատեցի, որ ընկերներս ինձ նայում են ու ծիծաղում են, հասկացա մի բանի են սպասում, բայց ես չգիտեմ ինչին են սպասում, ու երբ հասանք հաջորդ կանգառը, դռները բացվեցին, մի քանի 100 հոգի մարդ ինձ վերցրեց, այդ կանգառում իշխնողներն էին, առաջ չափազանցնելու, այնքան խիտ էր բազմությունը, որ իմ ոտքերը գետնից կտրվեց, ինձ վերցրած տանում են, հիմա ես ուզում եմ հակառակ լողամ, չի ստացվում, այս մարդկանց քաշելով ուզում եմ հետ վերադառնամ վագոնը, այնտեղ մի հատ ռուս տղա կատակով ասում է մի դիմադրի, ինքն էլ հասկացա վիճակը, չի ստացվելու, ասի չէ, պիտի ես գնամ, ես կկորեմ ստե, չէ, առաջի անգամ եմ եկել, այդ դրա նման աշխարհը, ամեն առիթ օգտագործում է, որ քեզ վերցնի իր հետ տանի, դրա համար, սիրելի քրիստոնյա, դու հանգստանալու ժամանակ չունես, այդ հոսքի մեջ հանգստանալ չի կարելի, երբ որ դու կանգնում ես հանգստանալու, մի քանի 100 մետր հետ ես գնում, դրա համար Եբրայեցիների մեջ առաքյալը ասում է, Տերը մեզ համար մի հատ հանգիստ է պատրաստել, ջանք անենք, հիմա ժամանակն է, որ ջանք անենք, որ հետո այդ հանգիստի մեջ մտնենք, Փառք Տիրոջը, մի բանից էլ եմ ուզում խոսեմ, որ երբ որ Աստվածաշունչը սովորեցնում է, որ հույսդ այս աշխարհի հարուստների եւ իշխանավորների վրա մի դիր, դա նշանակում է, որ եթե դու նրանց հետ հույս ես կապում, դու նրանց հետ կոմպրոմիսի ես գնալու, իսկ քրիստոնյան իրավունք չունի, քրիստոնյան մեկ նպատակ ունի, իշխանավորին էլ, հարուստին էլ, ցույց տա լուսավորի, որ այն կյանքը, որ դու ապրում ես, քեզ կործանում է տանելու, պիտի քրիստոնյան հարուստին էլ, իշխանավորին էլ, կարողանա հասնի եւ բացատրի, որ կա մեկ այլ ճանապարհ, կյանքի ճանապարհ, փրկության ճանապարհ, ու նրա անունը Հիսուս Քրիստոս է, չի կարա աշխարհը մեզ բարեկամ լինել Աստծո մարդ, չի կարա, ես այս դրվագը հիշենք ինչ ասավ, երբ որ աշակերտներին կանչեց Հիսուսը, առաջի բանը սա էր, որ ասավ, այս աշխարհը ինձ ատում է, ձեզ չի ատում, որովհետև ես իրանց մեղքերը ասում եմ իրանց, պատճառը, երբ որ արդեն առաքյալները աշակերտ էին իրանց, ուրիշ ձև ասեց, ինձ ատում են, ձեզ էլ կատեն, ինձ հալածում են, ձեզ էլ կհալածեն, որտև դուք էլ դարձաք իմ նման, դուք էլ դարձաք են մարդիկ, ովքեր իրանց սխալները ասում են իրանց, ովքեր իրանց կործանման համար զգուշացնում են իրանց, երրորդ բանը, որի մասին ուզում եմ խոսալ, դա հպարտությունը, դա գոռոզությունը, Առակաց 16-րդ գլխում 5-րդ խոսք, Տիրոջը համար զզվելի են բոլոր գոռոզամիտները, նրանք անշուշտ անպատիժ չեն լինելու, գոռոզամիտը Աստծո մարդ դա կեցվածք չի, դա ինքիթը ցից մանգալը չի, որ ասում են ինչը բարդ,
Սա գոռոզամիտ, հենց բառը ինքը հուշում է, որ իր մտքի մեջ մարդը գոռոզացած է։ Իր սրտի մեջ մարդը գոռոզացած է։ Երբ որ Մատթեոսի մեջ Տերը զգուշացնում է, եթե մեկը իր եղբորը ասի անմիտ, պարտական կլինի դատաստանին, եթե ասի հիմար, մյուս թարգմանությունում ասում է դատարկ մարդ, պարտական կլինի գեհենի կրակին։ Սա ուղղակի բառի մասին չի ասում, սա մարդու սրտի մասին է խոսում։ Էդ ինչ մեզ կարծիք ունես դու քո մասին, որ դիմացինին դատարկ ես տենում, կամ հիմար ես տենում, կամ անարժեք ես տենում։ Հպարտ մարդը Տիրոջ համար զզվելի է։ Պարզ է գրած։ Մենք որպես Աստծո ծառաներ մեկ բան պիտի հասկանանք, որ ամեն մարդ Տիրոջ համար թանկ է։ Եթե դու գիտես քո մտքի մեջ մեկին, ով արժանի չի Տիրոջ ողորմությանը կամ սիրուն աշխարհում, հավատա դու դրանից լավը չես եղել, մինչև որ Տերը հայտնվել է քեզ։ Անցած Կիրակի եղբայրը համարյա այս թեմայի աշակերտելու վրա էր խոսում։ Ինքը շատ բաներ իմ թեմայից խոսած դրա համար ահագին փոփոխություններ եմ արել, բայց փառք Տիրոջը այդ փաստը ինձ ուրախացնում է, որ նույն հոգին է նպատակ ունի Աստված մեր մոտ տեղ հասցնի, Աստծո մարդ, որ չի կարելի առանց պտղաբերության ապրել եկեղեցում։ Ու նշանակություն չունի ինչով կզբաղվես, հավատա, նորից եմ կրկնում, չկա եկեղեցում պատվական ծառայություն կամ անարգված ծառայություն։ Ամեն ծառայության մեջ, ոնց որ խորանում, մաքրությունից, դասավորելուց, մասնակցելուց, ամեն բանի մեջ, որտեղ Քրիստոսի անունը կա, այդտեղ օրհնություն եւ վարձ կա։ Հիշում եք մի բաժակ ջուր մատուցելու համար ասում է վարձ կա։ Եթե մի բաժակ ջուր մեկը մեկին կարա տա եւ վարձքի արժանի լինի, ինչքան բաներ մենք կարանք անենք արքայության համար։ Տերը օրհնի քեզ, Աստծո մարդ։ Այդ տեսակ մարդը, ով որ արհամարում է մարդուն, դիմացինին, կարող է եւ ծառայության մեջ լինի, կարող է եւ ավակ լինի, ինքը ներսևանց փչացած մարդ է, Աստված իր հետ գործ չունի։ Այդ ձևի մարդը չի պարծենում նրանով, որ ինքը Աստծո կերպարն է, Աստծո պատկերով ստեղծված մեկն է, ոնց որ դիմացին է։ Այդ մարդու հպարտության աղբյուրը իր մեջ իր երևակայական ունակություններն է։ Մենք մի հատ տենց օրինակ ունենք Արուսյակին, որ հետո դարձավ Սատանա։ Ինքը իր երևակայական ունակություններով էր հպարտանում։ Ես ինչ լավն եմ ես, ես ինչերի եմ արժանի ես։ Ու տեսանք ինչի արժանացավ։ Հակոբոսն էլ ասում, ամբարտավան մարդուն Աստված հակառակը, Աստված խոնար մարդուն է շնորհք տալիս։ Օրհնյալ լինի մեր Տերը։ Շուտ բանց է խոսում։ Չեմ ուզում երկարի, բայց էլի բան ունեմ ասելու։ Շատ արագ անցնենք, հա, կիսատ չթողենք Աստծո մարդ։ Այս 3 պատճառների մասին խոսեցինք, որոնք որ խանգարում են մարդուն, հա, ես արմատական եմ համարում։ Սրանց մեջ մարդը, որ դաստիարակված լինի, սրան մեջ մարդը, որ հստակ լինի, մնացած լիքը բաներ, լիքը պատճառներ ինքնստինքյան կվերանան իրանց կյանքից։ Սա չծառայելու խոչընդոտներն էր, պատճառներն էր։ Հիմա մի հատ ուզում եմ մի փոքր խոսենք ծառայող մարդու որակի մասին։ Մի հատ տեղ նայենք Եսայա 42-րդ գլխում առաջի խոսքից, ահա իմ ծառան, որին ես հաստատել եմ, իմ ընտրածը,
որին հավանել է իմ հոգին։ Ես իմ հոգին դրել եմ նրա վրա, նա իրավունք պիտի հանե ազգերի համար։ Ահա ով։ Մենք գիտենք, որ սա Քրիստոսի մասին է խոսում։ Մենք գիտենք, որ Քրիստոսով մեր մասին էլ է խոսում։ Ահա իմ ծառան, առաջի նախադասությունը, որ Աստված ասում է, ոչ թե իմ որդին, ոչ թե իմ էությունը, իմ ծառան։ Այսինքն նա, որ եկել է, արդեն այս մի բառը ասում է, որ նա նպատակի համար է եկել։ Ես նրան հաստատել եմ, ընտրել եմ, հավանել եմ։ Մեզ Տերը հավանել է, այդպես ասում Աստվածաշունչը։ Մեզ կանչել է, մեզ հաստատել է իր տան մեջ։ Իր հոգին դրել է մեզ վրա, Փառք Տիրոջը Սուրբ Հոգու համար։ Շարունակությունը նրա բնավորության որակի մասին։ Նա չի աղաղակի, ձայն չի բարձրացնի եւ իր ձայնը լսել չի տա դրսումը։ Հետաքրքիր թարգմանություն կարդացի, անգլերեն ժամանակակից թարգմանությունը այսպես է ասում. նա ուշադրություն չի հրավիրի իր արածի վրա բարձր ելույթներով կամ շքեղ շքեղներով։ Աստծո ծառան, երբ որ ծառայում է, այդտեղ Քրիստոսն է երևում։ Դա լավ որակ է ծառայողի համար, Աստծո մարդ։ Աստծո ծառան ուշադրությունը չի կենտրոնացնում իր վրա, իր արածների։ Մենք տեսել ենք սես բաներ, բեմականացումներ, շոուներ, նույնիսկ ստիլներ են որոշում, որ մարդիկ ստենան ասեն, այս մարդը այս իշխարոզիչի ստիլով է։ Աստծո ճշմարիտ ծառան, երբ որ ծառայում է, դիմացինը տեսնում է Քրիստոսին։ Սա լավ որակ է ծառայողի համար։ Շարունակությունը ջախջախված եղեկը չի փշրի եւ արկայծյալ պատրույքը չի հանգցնի, իրավունքը պիտի դուրս բերե ճշմարտությամբ։ Ծառայողը անտարբեր չի լինի լքվածի, կոտրվածի, անարգվածի հանդեպ։ Ծառայողը համբերատար է, նույնիսկ ամբարիշտի հանդեպ։ Նույնիսկ այն դեպքում, երբ որ ամբարիշտի արարքը անթույլատրելի է, զզվելի է, Աստծո ծառան համբերող է։ Նա մեզ էլ համբերեց, Աստծո մարդ։ Մեզ էլ համբերեց, ունենալու համար մեզ համբերեց։ Աստծո ծառան պտուղ ունենալու համար համբերություն պիտի ունենա, պիտի կարողանա տանի, պիտի անարգանքը կարողանա տանի, նեղությունը, հալածանքը պիտի կարողանա տանի։ Նա մեղմաթույլերի հանդեպ չի անտեսում այն տեսակ մարդուն, որը տկարացած է եկեղեցու մեջ, թուլացած է։ Գիտես, մենք լամպը օգտագործել ենք, բոլորիս ծանոթ է, երբ որ պատրույքը չի վառվում, այլ արկայծվում է, այն որ սկսում է մլմլալ, հա, տենց ենք ասում հայերեն, ինչ է կատարվում։ Նախ ինքը շատ փիս հոտ է տարածում, երկրորդը սև մուր է սկսում անել, մրում է ամեն ինչ։ Այսինքն, ես որ մարդը մեղքի մեջ է անգնում, մարդը սկսում է մեղքը հոտ ունի, Աստծո մարդ։ Մարդը սկսում է հոտ հանել, մարդը սկսում է կեղտոտել իր շրջապատը։ Աստծո ծառան մեղմությամբ է մոտենում նրան։ Քանի դեռ մի քիչ արկայծող լույս կա մարդու մեջ, Աստծո ծառան օգտագործում այդ լույսը, այդ կայծը բոցավառ կրակ շինելու համար։ Հասկանում ենք, չէ, բնավորության ինչ գծի մասին եմ խոսում։ Երբ որ դիմացինիդ մեջ մի փոքր լույս էլ կա, դու որպես ծառայող դա պիտի օգտագործես իրան բոցավառ կրակ դարձնելու համար։ Բայց մեր մոտ հակառակն է, մենք փարիսեցու աղոթքի պես քալում ենք, ասում ենք, «Իշ լավ է, սրա նման չեմ Տեր»։
Ես իշ լավն եմ ես։ Շատ ժամանակ մտածում ենք, որ հոբի մխիթարիչների պես Աստված դատապաշտպանների կարիք ունի։ Գալիս ենք Աստծո կողմը, բռնում ենք ու սկսում ենք ասել այն ինչ որ մտքներովս անցնում է։ Աստծո ծառան մեղմ է մոտենում, փափուկ է մոտենում, որտեղ նպատակ ունի մարող կրակից բոցավառ կրակ ստանա։ Ջախջախված եղեգը չի փշրում։ Մարդը, որ կոտրվում է կյանքի բերումներով, իր իրավիճակներով, ընտանեկան հարցերով, որ կոտրվում է, Աստծո ծառան նպատակ ունի, որպիսի կոտրվող եղեգը Լիբանանի մայրի պես Աստծո գավիթներում տնկված սարքի։ Նա չի տկարանա, չի թուլանա, մինչև որ հաստատե իրավունքը երկրի վրա։ Նա ծրագրից հետ չի կանգնում։ Այն ինչ որ սկսում է, ավարտին է հասցնում։ Գայթակղություններ շատ են լինում, հիասթափություններ շատ են լինում, տրտմություններ շատ են գալիս, բայց Աստծո ծառան այն ինչը որ սկսել է, ավարտին է հասցնում։ Նոր տեղեր ման չի գալիս, նոր ապաստարաններ, աչքից հեռու տեղեր, ստեղ կեթամ, ընդեղ կեթամ, որտեղ էլ գնաս, դու մի բան պիտի հասկանաս, այն ինչ որ Աստված քեզանով սկսել է, պիտի ավարտին հասցնի։ Փառք Տիրոջը։ Չէ, երկար է, եկեք կանգնենք, առիթ կլինի կշարունակենք, փառք Տիրոջը։ Խնդրեմ երաժիշտները բարձրանանք դեմ։ Ես նույն գլխում սենց մի բան էլ ասում է, քեզ կանչել եմ արդարությամբ, բռնում եմ քո ձեռքը, քեզ պաշտպանում եւ քեզ իբրև ուխտ կտամ ժողովրդին եւ ազգերին իբրև լույս։ Լսում ես Աստծո մարդ, ինչքան էլ քեզ դուր չի գալիս, Աստված քեզ որպես լույս տալիս է աշխարհին։ Ուրեմն սիրելի Աստծո մարդ, վերանայենք մեր կյանքը։ Հասկանանք, որ միայն մեր գործողությունների արդյունքն է փառավորում Տիրոջը։ Չի կարելի Աստծո տան մեջ մնալ եւ լինել ամուլ։ Ուշ դարձնենք մեր ճանապարհներին։ Միգուցե մենք մտածենք, որ մենք նոր ուխտի քրիստոնյա ենք, մենք շնորհքի տակ ենք, բայց ուզում եմ հիասթափեցնեմ քեզ։ Քրիստոսը այս առակը նոր ուխտի հավատացյալներին էր պատմում։ Այս օրինակը իր եկեղեցու համար էր բերում։ Կպի Տիրոջը նորոգի հաղորդակցությունդ, խոնարեցրու քո անձդ եւ կյանքիդ մեջ ուշադրություն դարձրա, հեռացրա անարգ բաները։ Թող գլխավորը քո կյանքում լինի գլխավոր։ Թող կարևորը քո կյանքում միշտ մնա կարևոր։ Այդ սատանայի սուտն ամենակ, որ դա քեզ հարմար չի, քո նպատակներին հարմար չի, քո ապրելուն հարմար չի։ Աստված ասում է, բոլոր աշկերը կտենան ինձ ծառայողի եւ չծառայողի տարբերությունը։ Աստված վարձք ունի, Աստված պատիվ ունի տալու։ Օրհնյալ լինի նրա սուրբ եւ պատվական անունը։ Ամեն։